Շնորհակալություն բարոն նախագահ, հարգելի ներկաներ, այժմ խոսքը կփոխանցվի Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի նախագահ Տիգին Նելի Հարությունյանին, որպեսզի ներկայացնի իր ելույթը։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր, մեծ պատասխանատվությամբ եւ պարտությամբ եմ այսօր հանդես գալիս այս միջոցառմանը խոսքով։ Մեր հավաքը խորհրդանշում է ոչ միայն հիշողության պահպանումը, այլև ապագայի կերտումը։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը իր պետականության շարունակականության եւ հաստատման ճանապարհին ընդունեց կարևորագույն օրենք Արցախի հայության իրավունքների եւ հարատեվության վերաբերյալ։ Հաշվի առնելով 2011 թվականի փետրվարի 4-ին Արևմտյան Հայաստանի կառավարության ձևավորման պահին եւ ներկայումս Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը ընդունում է հետեւյալ օրենսդրական ակտը։ Հոդված 1. Արցախի տարածքը Արևմտյան Հայաստանի տարածքի անբաժանելի մասն է 1920 թվականի Հայաստան պետության շարունակականության։ Համաձայն Հայաստան պետության միջազգային ճանաչման 1920 թվականի հունվարի 19-ին եւ 1920 թվականի մայիսի 11-ին փաստացի։ Հոդված 2. Արցախի հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի անբաժանելի մասն է։ Այս ժողովրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դիմել Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Հոդված 3. Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի հայ ժողովրդի փաստացի կառավարությունը ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում։ Հոդված 4. Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի հայ ժողովրդի ինքնավարությունը իրենք ինքնորոշման իրավունքի մասին հռչակագրի շրջանակներում, հարգելով Արևմտյան Հայաստանի տարածքային ամբողջականությունը 1920 թվականից։ Այսուհետ օրենքը ներառվել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ։ Այս օրենքով հռչակվեց, որ Արցախի հայությունը անկախտելիորեն միացված է Արևմտյան Հայաստանին եւ մեր ազգային իրավունքների իրականացման համընդհանուր գործընթացին։ Սա օրենք է միայն, սա ազգային ու պետական որոշում է, որով մենք առաջնորդվում ենք մեր բոլոր գործողություններում։ Այս որոշմամբ մենք մեկ անգամ եւս վերահաստատեցինք, որ հայ ժողովուրդը մեկ ամբողջություն է, անկախ աշխարհագրական բաժանումներից, որ Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, որ Արևմտյան Հայաստանի Արցախի հայերը իրավունքները պաշտպանված են նույն քաղաքական կամքով եւ նույն իրավական հիմքերով։ Այսօր մենք ցույց ենք տալիս աշխարհին, որ մեր ազգային խորհրդարանը չի լռում եւ չի նահանջում։ Մենք աշխատում ենք իրավական դաշտում, հիմնվելով արդարության եւ միջազգային իրավունքի վրա։ Մեր օրենքը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլև ապագայի ճանապարհին քարտեզ, որի հիման վրա մենք շարունակում ենք պայքարել մեր ժողովրդի իրավունքների ու ինքնիշխանության վերականգնման համար։ Սա մեր միասնական կամքի դրսևորումն է։ Մենք վստահ ենք, որ արդարության ճանապարհը բարդ է, սակայն միակ ճանապարհն է դեպի խաղաղություն, արժանապատվություն եւ հայ ժողովրդի լիերավ հաստատակամ ապագա։ Թող այս միջոցառումը դառնալ նոր ազդակ մեր բոլոր ջանքերը մեկտեղելու եւ միասնական ուժով շարունակելու մեր պայքարը հանուն Արևմտյան Հայաստանի, Արցախի եւ աման հայության իրավունքների։ Կեցե Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ բոլորից։